Ինչպես եւ կանխատեսել էին օդերևութաբանները, մարտի 19-ից Վրաստանի ողջ տարածքում եղանակը վատ թարացավ։ Երկրի որոշ հատվածներում այն նկատվեց անձրևի տեսքով, իսկ Սամսխե ջավախեթիի տարածաշրջանում տեղաց առած ձյուն։ Բնականաբար եղանակային կտրուկ փոփոխությունները սահմանափակեցին մեքենաների տեղաշարժը։ Սակայն այսօր մեր տեսախցիկը ֆիքսեց քաղաքի տարբեր ուղղություններով ձնամաքրման աշխատանքներ կատարող տեխնիկաներին, որոնք անդադար ճանապարհները մաքրում էին ձյան շերտից եւ երթևեկությունը դարձնում բնականon։ Նինոց Մինդայի քաղաքապետի տեղակալ Արմեն Բոդոյանը ներկայացրեց այժմյան վիճակը քաղաքի եւ դեպի գյուղեր տանող ճանապարհներին։ Աշխատի մեր տեխնիկան, տարբեր չափսի տեխնիկա, գերերը, նույն ձևի քաղքի մեջ, այս պահի դարությամբ համայրասար մաքրած է։ Ընդհանուր 99%-ով մաքրած է, գերերը քաղքին հետ կապող ճանապարհները մաքրած է, գերերում մեջ է շատ ուլիցաներ մաքրած է։ Չնայած որ անդադար ձյուն է տեղում եւ փակում բոլոր ճանապարհները, Նինոց Մինդայի Ծալկա-Թբիլիսի ճանապարհը բաց է։ Հեռախոսազանգ ունեցանք ճանապարհամաքրման աշխատանքներով զբաղվող ընկերության տնօրեն Գիա Ինասարիձեի հետ։ Открыто, без проблем. В нормальном состоянии. Техника работает, чистят. Работает днем и ночью. Проблем нет, должны быть открыто дорога. Для легковых не видит, для трейлеров закрываем. Иногда, когда видимость плохой, а для легковых не видит открыто. Նինոց Մինդայից հեռավոր գյուղեր տանող ճանապարհները եւս այս վատ եղանակին բաց են։ Հեշտյա գյուղի մարդատար մեքենայի վարորդի խոսքերով իրենց գյուղ տանող ճանապարհը ձմեռվա բոլոր ամիսներին մշտապես բացվել է եւ չի եղել նման դեպք, որ գյուղացիները փակ ճանապարհի պատճառով կանգնեն խնդրի առաջ։ Շատ լավ է, պրոբլեմ չկա։ Ձուն չկա հլը, թեդև ինչ կեղն է, հլը աստված։ Մեր ճանապարհի ներկար չմփակվեն։ Ճանապարհի ներկար հետ չմփակված են։ Նալը մետ կա փակվելու հլը։ Հետ չեղեր, այդպես բանոր երկար եղնի մենք չկա։ Ես ամեն օր հլը գալու եմ։ Մեր ճանապարհի շատ լավ նայ, ճանապարհ փակ չեղն։ Սաղ ծմերլը փակ չեղեր։ Գարնան առաջին ամիսը շուտով կավարտվի, սակայն դրսում բուք է ու սառնամանիք։ Միակ խնդիրը, որ կապված է եղանակային անբարենպաստ պայմանների հետ, դա ճանապարհներն են։ Սակայն այսօր մենք համոզվեցինք, որ նույնիսկ ամենավատ եղանակին տարբեր տեսակի տեխնիկաներ օրնիբուն աշխատում են ճանապարհները բաց պահելու համար։